Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թադավորած Քիրք 9-րդ գլուխ Աբիմելեք Հերոփահաղի որդին Աբիմելեք Սուքեմ գնաց իր մոր եղբայրներունքով անոնց հետ խոսեցավ, նաեւ իր մոր Հորդան ամբողջ Կերտաստանին հետ ասելով. Գաղերսեմ Սուքեմի բոլոր բնակիչներուն ագանջներուն ասեք, որը լավակույնն է ցեզի։ Հերոփահաղի բոլոր որդիներուն 70 մարդոց կողմե գարավարվիլը, թե մեկ մարդու կողմե գարավարվիլը։ Նաեւ հիշեցեք, թե ես ձեր ոսկորն ու միսն եմ։ Ուստի իր մոր եղբայրները անոր մասին այս բոլոր խոսքերը Սուքեմի բոլոր բնակիչներուն ագանջներուն ասին, եւ անոնց սիրտը Աբիմելեկի հագեցավ, քանի որ ասին, ան մեր եղբայրն է։ Փահաղ Փերիթի դունեն 70 գդոր արձատ տվին անոր, եւ Աբիմելեք անոնցմով թադարգաբորդ ու սրիգա մարդիկ վարձեց, որոնք իրեն հետևեցան։ Եփրայի մեջ իր հոր դունը մտավ եւ իր եղբայրները Հերոփահաղի որդիները 70 մարդ մեկ քարի վրա սպանեց, բայց Հերոփահաղի ամենեն բզդիկ որդին Հովատամ ողջ մնաց, քանի որ բահվդեցավ։ Հետո Սուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ դունը հավաքվեցան եւ կացին Աբիմելեքը թակավոր հրճագեցին Սուքեմի մեջ բահաբաններու գաղնիինքով։ Երբ ասիկա Հովատամի իմացուցին անկնած Քարիզին լերան կակատը գայնեցավ, ցայնը փարսացնելով բորած եւ անոնց ասավ. Ով Սուքեմի բնակիչներ, ինձի մտի գրեք, որ Աստված ցեզի մտի գնե։ Ձարերը կացին, որ իրենց համար թակավոր մոծեն, ու Սիտենիին ասին, թակավորե մեր վրա, բայց Սիտենին անոնց ասավ. հրաժարիմ բարարդուտենես, որ Աստված եւ մարդիկը բադվել գուտա ինձմով, ու երթամ իշխեմ ձարերուն վրա։ Ձարերը թզենին ասին, թուն եկուր մեր վրա թակավոր է, սակայն թզենին անոնց ասավ. հրաժարիմ քաղցուտենես եւ լավ բդուղես ու երթամ իշխեմ ձարերուն վրա։ Հետո ձարերը որտադունգին ասին, թուն եկուր մեր վրա թակավոր է, որտադունգն անոնց ասավ. հրաժարիմ Աստված եւ մարդիկ ուրախացնող քաղցուես ու երթամ իշխեմ ձարերուն վրա։ Այն ադեմ բոլոր ձարերը թժնիկին ասին, թուն եկուր մեր վրա թակավոր է։ Թժնիկը ձարերուն ասավ. եթե ճշմարտաբես զիս ծեր վրա թակավոր գոձեք, եկեք իմ շուքիս տակ նստեցեք, թե ոչ թժնիկեն թող գրագել է ու Լիբանանի մայրիները սպարե։ Ուստի հիմա եթե Աբիմելեքը թակավոր հրճագելով դուք ճշմարտությամբ եւ հավատարմությամբ վարվեցաք, եթե Հերոփահաղի ու անոր դան փարություն արիք, եթե անոր կորձերուն վարչադության համեմատ անոր հետ վարվեցաք, արտարև իմ հայրս ցեզի համար բادرազմեցավ իր անձը վտանգի մեջ դրավ ու ցեզ Մատյամից ցերկեն ազատեց, իսկ դուք այսօր իմ հորս դան թեմ կանգնեցաք, անոր որդիները 70 մարդ մեկ քարի վրա սպանեցիք եւ անոր աղախինին որդին Աբիմելեքը ցեր եղբայրը լալուն համար Սուքեմի բնակիչներուն վրա թակավոր նշանակեցիք, ուստի եթե այսօր Հերոփահաղի եւ անոր դան հետ ճշմարտությամբ ու հավատարմությամբ վարվեցաք, Աբիմելեքի համար ուրախացեք, անալ ցեզմով թող ուրախանա, թե ոչ Աբիմելեքեն թող գրագել է եւ Սուքեմի բնակիչներն ու Մելոնի դունը սպարե, նաեւ Սուքեմի բնակիչներեն ու Մելոնի դունեն գրագել է եւ Աբիմելեքը սպարե։ Հետո Հովատամ վազեց ու փախավ։ Փեր քնած ու հոմ բնագեցավ իր եղբոր Աբիմելեքի պատճառով։ Աբիմելեք Իսրայելի վրա 3 տարի իշխեց։ Աստված Աբիմելեքի եւ Սուքեմի բնակիչներու միջև 4 ոգի մղրգեց։ Ու Սուքեմի բնակիչները Աբիմելեքի անհավատարիմ եղան, որբեսի Հերոփահաղի 70 որդիներուն եղած բռնությունը անոր վրա կա եւ անոնց թափված արյունը իրենց եղբոր Աբիմելեքի վրա հասնի, որ զանոնք սպաններ էր, ու Սուքեմի բնակիչներուն վրա, որ անոր ցերկեր ու ժողցուցեր էին իր եղբայրները սպաններու։ Ուստի Սուքեմի բնակիչները անոր թեմ թարանագալներ թրին լերներուն կակատները եւ ջամփան իրենց կովեն բոլոր անցնողները գտալեին։ Ասիկա Աբիմելեքի իմացուցին։ Ապետի որդին Կաղ իր եղբայրներուն հետ եկավ, Սուքեմի մեջեն անցան ու Սուքեմի բնակիչները անոր վստահեցան։
Դուրս ելան թաշտերը իրենց այքիներուն խաղողները գտեցին, զանոն կողեցին եւ ուրախություն ունին, իրենց աստուծույն դունը մտան, գերան ու խմեցին եւ Աբիմելեքը անիծեցին։ Ապետյան քաղ ըսավ. ով է Աբիմելեք եւ ով է Սուքեմ, որ մենք անոր ծարայենք։ Անիգա Հերոփահաղի որդին չէ, ու Զեփուղ անոր վերադեսուչի չէ, Սուքեմի հոր Եմովրի մարդոց ծարաները։ Մենք ինչու անոր պիտի ծարայենք։ Երանի թե այս ժողովուրդը իմ ցերկից տակը լար, որ Աբիմելեքը հերացնեի։ Աբիմելեքի ալ ըսավ. զորքը չացուր եւ դուրս ելիր։ Երբ քաղաքապետը Զեփուղ լսեց Ապետյան քաղաքի խոսքերը, իր փարգությունը փորփոքեցավ։ Ձած գապար Աբիմելեքի պատգամավորներ գրգեց ասելով. ահա Ապետյան քաղաք ու իր եղբայրները Սուքեմ եկան եւ ահա անոն քաղաքը քեզի թեմ ոտքի գանեն։ Ոստի հիմա գանքնե քիշերը թուն ու քեզի հետ եղող ժողովուրդը եւ թաշտը թարամ մդիր։ Արդուն գանուխ ելիր, երբ արևը ձակի ու հարցակե քաղաքի վրա, ահա անիգա եւ անոր հետ եղող ժողովուրդը դուրս պիտի ելեն քեզի թեմ, ցերկիտ կդածը հրեանոնց։ Ոստի Աբիմելեք քիշերը գանքնեցավ իրեն եղող ամբողջ ժողովուրդով ու 4 չոգադի բաժնվելով Սուքեմի թեմ թարան մտան։ Ապետյան քաղաք դուրս ելավ եւ քաղաքին թրան մուտք գայնեցավ։ Աբիմելեկալ թարանեն գանքնեցավ իրեն հետ եղող ժողովուրդով։ Քաղաք այդ ժողովուրդը տեսնելով Զեփուղի ըսավ. ահա լերներուն կակատեն ժողովուրդ կիչնե։ Զեփուղ անոր ըսավ. լերներուն շուկը քեզի մարդոց բես կերևնա։ Քաղաք վերսի խոսեցավ եւ ըսավ. ահա եգրին բարձր դեղերեն ժողովուրդ կիչնե ու չոգատ մնալ մեոն էնիմին գանին ջամփայով գուկա։ Զեփուղ անոր ըսավ. ուր է իմ այդ պերանդ, որով գսեիր Աբիմելեք ով է որ մենք անոր ծարայենք։ Ադիգա չեք ու անարկած ժողովուրդդ գաղերսեմ դուրս ելիր հիմա ու բادرազմի անորթեմ։ Ոստի քաղաք Սուքեմի բնակիչներուն արչևեն երթալով Աբիմելեկի թեմ բادرազմեցավ։ Աբիմելեք զինք հալածեց եւ ինք անոր արչևեն փախավ։ Շատեր խոցված ինգան մինչև դրան մուտքը։ Աբիմելեք արումա գեցավ, իսկ Զեփուղ քաղաքը եւ անոր եղբայրները վրընդեց, որբեսի ալ Սուքեմի մեջ չփնագին։ Հետևյալ օրը ժողովուրդը դուրս ելավ թաշտը եւ Աբիմելեկի իմացուցին։ Իր ժողովուրդը արավ 3 չոգադի բաժնեց ու թաշտի մեջ թարան մտավ։ Եվ տեսավ թե ժողովուրդը քաղաքեն դուրս գելե, անոր վրա հարցակելով զայն զարգավ։ Աբիմելեք եւ իրեն հետ եղող չոգադը հարցակելով քաղաքին տրամուտքը գայնեցան։ Իսկ մյուս երկու չոգատները բոլոր թաշտին մեջ եղողներուն վրա հարցակելով զանոնք զարգին։ Աբիմելեք այդ ամբողջ օրը քաղաքին թեմ բادرազմեցավ ու քաղաքը քրավեց։ Մեջ եղող ժողովուրդը մերցուց, քաղաքը փլցուց եւ հոն աղ ցանեց։ Երբ Սուքեմի աշտարագին բոլոր բնակիչները ասիգա լսեցին, Փերիտ աստուծույն դան Փերտը մտան։ Աբիմելեկի իմացուցին թե Սուքեմի աշտարագին բոլոր բնակիչները հավաքվել են։ Այն ադեն Աբիմելեք Սելմոն լեր ելավ իրեն հետ եղող ամբողջ ժողովուրդով։ Աբիմելեք դաբարը ցերկը առնելով ծարի ջուղը գդրեց, զայն վերցնելով իր ուսին վրա դրավ եւ իրեն հետ եղող ժողովուրդին ասավ. ահա տեսակ ինչ որարի, շուտով թուգալ ինձի պես ըրեք։ Ոստի ամբողջ ժողովուրդն ալ գդրեց յուրաքանչյուրը իր ջուղը ու Աբիմելեկի հետևեցան։ Ջուղերը Փերտին կողտրին եւ Փերտը գրագով վարեցին։ Անոնքալ մեջը լալով այսպես Սուքեմի աշտարագին բոլոր մարդիկնալ, որ հազարի չափ այր մարդիկ ու գիներ էին, մեռան։ Հետո Աբիմելեք թեպես գնաց, թեպեսի դիմաց բանագեցավ ու զայն քրավեց։ Քաղաքի մեջտեղը ամուր աշտարակ մգար եւ բոլոր այր մարդիկն ու գիները հոն փախան, նաեւ քաղաքին բոլոր բնակիչները։ Թուրը ներսեն կոծեցին եւ աշտարագին դանիք ելան։ Աբիմելեք մինչև աշտարակը գնաց, անոր թեմ բادرազմեցավ ու աշտարակի մուտքի մոտեցավ, որբեսի զայն գրագով այրե։ Գիմը Աբիմելեկի գլուխին վրա երգանակարի գդոր մնետեց եւ անոր քանգը չախչախեց։ Անալ շուտով իր զինագիր երդասարտը գանչեց ու անոր ասավ. Սուրդ կաշե եւ զիս մերծուր, որբեսի ինձի համար չսեն գիմը զայն մերծուց։ Ոստի իր երդասարտը զինք սուրով խոցեց ու մեռավ։ Երբ Իսրայելի մարդիկը տեսան թե Աբիմելեք մեռած է, քացին յուրաքանչյուրը իր դեղը։ Այսպես Աստված Աբիմելեկի
հադուցանեց այն ճարիքը, որ իր հոր ըրերեր իր 70 եղբայրները սպանելով։ Նաև Սուքեմի մարդոց ամբողջ շարությունը Աստված անոնց հադուցանեց ու Հերոփահի որդիին Հովատամի անեծքը անոնց վրա եկավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։